Ազգային շարժման մեջ ներքին հակասությունները շարունակվում են։ Կուսակցության պաշտոնատար կազմի թարմացման եւ հետագա գործելակերպի շուրջ տարաձայնություններից բացի, պարզվում է, որ ժամանակին կուսակցության ներսում տարբեր տեսակետներ են եղել նաեւ ընդդիմադիր դաշինքին միանալու հարցում։ Բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի նախընտրած թեկնածու Նանուկա Ժորժոլյանին կարծում է, որ ազգային շարժումը պետք է դուրս գա ընդդիմադիր միասնությունից։ Մինչդեռ Թինա Բոկուչավան այդ միավորումից դուրս գալը համարում է անհետևողական քայլ։ Նախկին նախագահը դատական նիստին քննադատել է կուսակցության առաջնորդների աշխատանքը։ Սաակաշվիլին չի խուսափել նաև ընդդիմադիր կուսակցությունների քննադատությունից եւ Ախալի ու Լելո կուսակցություններին, որոնք դաշինքի անդամ չեն, անվանել է բիզնես նախագծեր։ Այն թե ազգային շարժումը կլքի արդյոք ընդդիմադիր միասնությունը պարզ կդառնա մոտ ժամանակում կայանալիք կուսակցության խորհրդի նիստում։ Ընթանում է սաբոտաժի գործով մեղադրվող 8 քաղաքական գործիչների դատավարությունը։ Նիստին հարցաքննվելու են մեղադրող կողմի վկաները 6 քննիչներ։ Մեղադրյալների մի մասը նիստին չի մասնակցում։ Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է սկսել Միխեիլ Սաակաշվիլիի, Գեորգի Վաշաձեի, Նիկա Գվարամյայի, Նիկա Մելիայի, Զուրագիրչի Ջափարիձեի, Էլենե Խոշտարյայի, Մամուկա Խազարաձեի եւ Բադրի Ջափարիձեի նկատմամբ։ Գործը վերաբերում է պետության դեմ ուղղված հանցագործություններին, մասնավորապես սաբոտաժին, օտարերկրյա պետության թշնամական գործունեությանը աջակցելուն, Վրաստանի սահմանադրական կարգի եւ ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործունեության ֆինանսավորմանը, ինչպես նաեւ Վրաստանի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կամ պետական իշխանությունը տապալելու կոչերին։ Նշված գործով Վաշաձեի եւ Զուրաբգիրչի Ջափարիձեի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 30,000 ական լարի գրավ, իսկ Մամուկա Խազարաձեի եւ Բադրի Ջափարիձեի նկատմամբ 1 միլիոն լարի գրավ։ Թբիլիսիի քաղաքային դատարանում անցկացվում է հոկտեմբերի 4-ի բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված անձանց դատավարությունը, որտեղ մեղադրյալները կօգտվեն իրենց վերջնական խոսքի իրավունքից։ Այս դրվագով մեղադրյալներ են Մարիամ Մեղանտիավիլին, Նանա Սանդերը, Աբո Նավերյանին եւ Անտոն Ուբերը։ Դատավարությունը եզրափակիչ փուլում է եւ որոշումը կհրապարակվի մոտ ապագայում։ Այս դրվագով մեղադրյալների մի մասը հաշտության համաձայնագիր է կնքել եւ ազատ արձակվել հենց դատական դահլիճից։ Նրանք ձերբակալվել էին նախագահի պալատ ներխուժելու փորձի ժամանակ։ Մեղադրանք էր առաջադրվել մի քանի հոդվածներով՝ ռազմավարական եւ առանձնահատուկ նշանակության օբյեկտը խմբով զավթելու փորձ, ինչպես նաեւ խմբակային բռնություններին մասնակցություն։ Նշված հանցագործությունների համար նախատեսվում է մինչև 6 տարվա ազատազրկում։ Իսկ վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունները խորհրդարանը քննարկում է արագացված կարգով։ Ըստ օրինագծի, եթե վարորդը գերազանցի սահմանված արագությունը 15 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի քան 30 կմ/ժ-ով, կդուգանվի 50 լարիով, նախկին 100 լարիի փոխարեն։ Իսկ 30-ից 50 կմ/ժ արագության գերազանցման դեպքում տուգանքը կկազմի 100 լարի, նախկին 300 լարիի փոխարեն։ 50 կմ/ժ-ից ավելի արագության գերազանցման համար տուգանքը սահմանվում է 300 լարի։ Այսօր պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունները։ Կարգավորման համաձայն, եթե օտարերկրացին ցանկանում է ընդունվել Վրաստանի համալսարան, պետք է ներկայացնի Վրաստանի կառավարության կողմից սահմանված լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր։ Բացի այդ, քննությունների ազգային կենտրոնին տրվում է իրավասություն անհրաժեշտության դեպքում կազմակերպելու օտար լեզվի քննություն։ Օրինագծով, եթե օտարերկրյա ուսանողը իր կարգավիճակը կասեցնի ավելի քան 90 օրով, դա կհանդիսանա նրա բնակության իրավունքի չեղարկման հիմք։ Քրեական օրենսգրքով պատժելի է դառնում կեղծ ամուսնությունը։ Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին Հանրային անվտանգության եւ ոստիկանության ակադեմիայի աշխատակիցներին ներկայացրել է նոր ռեկտոր Գեորգի Սախոկայիային։ Ակադեմիայում անցկացված աշխատանքային հանդիպման ժամանակ նախարարը նոր ռեկտորին հաջողություններ է մաղթել եւ զրուցել զարգացման առաջնահերթ ուղղությունների մասին։ Հանդիպման շրջանակներում ներքին գործերի նախարարը ակադեմիայի ղեկավար անձանց հետ միասին շրջել է աշխատանքային տարածքներում եւ ծանոթացել ենթակառուցվածքներին։ Վրաստանում քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հովանու ներքո անցկացվում է Եվրոպայի, Հյուսիսատլանտյան եւ Մերձավոր Արևելքի տարածաշրջանների միջև սեմինար։ Մասշտաբային միջոցառումը կազմակերպվում է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության հյուրընկալությամբ եւ նվիրված է տեղեկատվության համակարգային կառավարման հարցերին։ Սեմինարին մասնակցում են Եվրոպայի եւ Մերձավոր Արևելքի տարածաշրջանների անդամ պետությունների, ICAO-ի, Եվրակոնտրոլի եւ այլ միջազգային ավիացիոն կազմակերպությունների, ինչպես նաեւ
Վրաստանի ավիացիոն գերատեսչությունների և ավիաընկերությունների մոտ 150 պատվիրակներ։ Երրորդյա միջոցառման շրջանակներում ICAO-ի երկու առաջատար տարածաշրջանների փորձագետները միմյանց հետ կկիսվեն փորձով օդային երթևեկության կազմակերպման հետ կապված տեղեկատվության համակարգային կառավարման նոր չափանիշների ներդրման, համապատասխան ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացման ուղղությամբ։ Աջարիայի կառավարության նախագահը հանդիպումներ է անցկացրել Վերին Աջարիայի բնակիչների հետ և Խուլոյի մունիցիպալիտետում ծանոթացել Զոմլեթի Խիխաձիրիի ավտոճանապարհի վերականգնման աշխատանքների ընթացքին։ Զուրաբ Պատարաձեն ուշադրություն է հրավիրել Լեռնային Աջարիայի զարգացման առաջնահերթությունների վրա և նշել, որ իշխանության գլխավոր խնդիրներից մեկը լեռնային շրջաններում կյանքի որակի բարելավումն է։ Զոմլեթի Խիխաձիրիի ավտոճանապարհի վերականգնման նախագիծն իրականացվում է ճանապարհի պարբերական վերանորոգման ծրագրի շրջանակներում։ Նախագիծը ֆինանսավորվում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության կողմից։ Եթե Իրանը խախտի համաձայնագիրը, մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը Սպիտակ տանը լրագրողների հետ զրուցելիս։ Հարցին, թե արդյոք հնարավոր պատժամիջոցների մեղմացումը կապված է իրանական նավթի արտահանման հետ, Թրամփը նշել է, որ ստացվող եկամուտները նախևառաջ կօգտագործվեն պարենային ապրանքներ ձեռք բերելու համար։ Միաժամանակ նախագահը հերքել է այն կարծիքը, թե Իրանը որևէ ճնշման լծակ ունի ԱՄՆ-ի նկատմամբ։ Նրա խոսքով վերջին ռազմական գործողությունների արդյունքում Իրանի ռազմական հնարավորությունները զգալիորեն թուլացել են։ Գերմանիայի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել մշակել հստակ և համաձայնեցված ծրագիր Եվրոպայում ամերիկյան ռազմական զորախմբի հնարավոր կրճատման վերաբերյալ։ Ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները, Պիստորիուսն այս հայտարարությունն արել է Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմական զորավարժություններն ընթանալիս։ Նրա խոսքով ամերիկյան ուժերի չկազմակերպված դուրսբերումը կարող է լուրջ բացեր առաջացնել ՆԱՏՕ-ի պաշտպանական կարողությունների մեջ։